Ղարաբաղի էլիտան, այդպես ասեմ, ոչ միայն Վիտալի Բալասանյանի մասին է խոսքը, այլ մարդկանց ես լսում եմ իրանց, այսօր էլ լսում են այն ժամանակ, հիշում եք, իրանք կապում են, իրոք պայքարում էին, որ Արցախը անկախանա Ադրբեջանից, իրոք պայքարում էին, դա մենք գնահատում ենք, թող չմտածենք, որ չենք գնահատում, մենք էլ ունենք լուրջ լումա այդ պրոցեսում, բայց Արցախի էլիտան, հիշում եք, միջև նույնիսկ անկումը, միջև 2023 թիվը սեպտեմբեր, ամեն ինչ կապում են Ռուսաստանի հետ, այստեղ իրանք ամեն ինչ կորցրեցին, то есть, երբ որ նույնիսկ ասեցին, դե Սոֆիայում հանդիպեք ադրբեջանցիների հետ, լեզու գտեք, քանի որ զարգացումները իօգուտ մեզ չէին, գիտեք ծանր վիճակում պետք է մի քիչ ճկուն գտնվես, մի հատ հիշեք ինչ արեցին, Արայիկ Արությունյանին ստիպեցին, որ ինքը հրաժարական տա, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները լեգիտիմությունը կորցրեցին, ու ինչով ավարտվեց, գիտեք, Ալիևը սկսեց կոշտ գործողություններ, ռուս խաղապաները չաջակցեցին։ То есть էլիտան Ղարաբաղի մի թուլություն ուներ, կապում էր ամեն ինչ Ռուսաստանի հետ։ Հիմա Ռուսաստանը այսօր մեզ հետ չի։ Պուտինյան Ռուսաստանը մեր դեմ է, այդ փաստ է։ Հիմա ինչ անեմ ես, ինչով օգնեմ։ Մենակ դրանով եմ օգնում, որ բացատրում եմ Ղարաբաղի էլիտային, Հայաստանի այսօրվա իշխանություններին, որ Ռուսաստանը մեր դեմ է, մեզ հետ չի։ Այսօրվա իշխանությունները Ռուսաստանի ու նստած այնտեղ մարդիկ Շոյգուի պես, կտրուկ մեր դեմ են։